Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ։ Հունիսի 7-ին Հայաստանի ժողովուրդը քվեարկել է իրական Հայաստանի գաղափարախոսության օգտին, որը արձանագրում է, որ մեր հանրապետության գործառնական միակ նշանակությունը իր միջազգայինորեն ճանաչված տարածքում իր քաղաքացիների համար խաղաղություն, ազատություն, անվտանգություն ապահովելն է, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով կառավարության գործունեության 2026-31 թվականների ծրագրի քննարկումը։ Ծրագրի մանրամասները տեսանյութում։ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը քվեարկել է իրական Հայաստանի գաղափարախոսության օգտին։ Ընտրությունների այս արդյունքը պատմական է, որովհետև վերաձևակերպում է Հայաստանի Հանրապետության գործառույթային նշանակությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսպես սկսեց նորամուտ կառավարության գործունեության հնգամյա ծրագրի ներկայացումը, նախև առաջ կարևորելով իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որի վրա էլ խարսխված է 4-րդ հանրապետության հիմնադրումը։ Փաշինյանը արձանագրեց 4-րդ հանրապետությունն այլևս իրականություն է։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության գործառնական միակ նշանակությունը իր միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքում իր քաղաքացիների համար խաղաղություն, ազատություն, անվտանգություն, բարեկեցություն ապահովելն է, քաղաքացիների երջանկության համար միջավայր, ինչպես ժամանակակից կյանքում ընդունված է ասել, էկո-համակարգ ստեղծելը, ժողովրդի ինքնությունը պահպանելը եւ զարգացնելը։ Հենց այս իրողությունից է բխում ըստ Փաշինյանի նոր սահմանադրություն ունենալու անհրաժեշտությունը, որում սակայն չպետք է հղում լինի անկախության հռչակագրին։ Այն կոնֆլիկտածին է, իսկ նոր Հայաստանը այլևս փակել է կոնֆլիկտի էջը։ Վարչապետը հերքեց ընդդիմադիր որոշ շրջանակների այն պնդումները, թե Հայաստանում նոր սահմանադրություն ընդունելը պարտադրում է Ադրբեջանը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քվեարկելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին քվեարկել են նաև այդ օրակարգի օգտին, որովհետև նոր սահմանադրության ընդունումը քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից մեկն է։ Նոր սահմանադրության տեքստը հրապարակվելու է առաջիկա ամիսներին, սակայն մինչև այդ հակամարտության էջը փակելու համատեքստում Փաշինյանը խոսեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության օրակարգի մասին, ընդգծելով, որ այն անշրջելի եւ հարատև դարձնելու համար խիստ կարեւոր է երկու ժողովուրդների սոցիալ-հոգեբանական ընկալումները։ Խաղաղությունը անշրջելի եւ հարատև դարձնելու համար անհրաժեշտություն է Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի եւ Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում արևմտյան Ադրբեջանի եւ արևմտաադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին խոսույթները չշարունակելը, այդ խոսույթներին վերջ դնելը։ Սա հարց է, որը թե Հայաստանում, թե Ադրբեջանում հասցեագրելու անհրաժեշտություն կա հանուն մեր սերունդների խաղաղ համակեցության իրավունքի։ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների խաղաղությունն ու խաղաղ համակեցությունն է այն իրավունքը, որ մենք այսօր պետք է առարկայացնենք եւ հետապնդենք եւ պետք է կարողանանք հաղթահարել սրան հակասող որևէ խոսույթ եւ գործողություն։ Արցախը, Հայաստանը եւ վերջ արտահայտությունը ես քավլիցի չեմ մոռացել, շարունակեց վարչապետը, անդրադառնալով իր այդ հայտնի հայտարարության իմաստին ու փորձելով այլևս մեկընդմիշտ փակել պատմության այս էջը։ 35 տարի Հայաստանը ոչինչ չի խնայել Ղարաբաղի համար, բացարձակապես ոչինչ։ Մեր կառավարությունը ոչինչ չի խնայել Ղարաբաղի համար։ Մեր կառավարման տարիներին նախորդող նույն ժամանակահատվածի համեմատ $1 միլիարդ ավել ֆինանսավորում ենք հատկացրել Ղարաբաղին։ Սա այն գումարն է, որը հաշվարկվում է հավելյալ նախորդող նույն ժամանակահատվածի համեմատ։ Եվ ի վերջո մենք վարակույրը բացելու եւ տեսնելու համարձակություն ենք ունեցել, որ Ղարաբաղյան շարժումը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի պետականությունն ու ապագան զրոյացնելու նախագիծ։ Ու մենք ժողովրդի տված մանդատով փակել ենք այդ նախագիծը Հայաստանի պետականության հարատևության համար բացելով անսահմանափակ հնարավորություններ։
Այդ հնարավորությունից օգտվելու ձևերից մեկն էլ ոչ Ադրբեջանում, ոչ Թուրքիայում, ոչ Իրանում եւ ոչ էլ Վրաստանում Հայաստան չփնտրելն է։ Դրա համար կա երկու ռացիոնալ պատճառ։ Առաջինը, երբ Հայաստանի Հանրապետությունից դուրս Հայաստան ենք փնտրում, տեսադաշտից եւ ուշադրությունից դուրս ենք թողնում Հայաստանի Հանրապետությունը, նրա կարիքներն ու շահերը, նրա համար հոգ տանելու մեր պատասխանատվությունը եւ պարտավորությունը։ Եվ երկրորդ, ոչ պակաս կարևոր պատճառը, երբ մենք հայրենիք ենք փնտրում մեր 4 հարևանների միջազգային ճանաչված տարածքներում, բացում ենք այն դուռը, որով նրանք իրենց հայրենիքն են փնտրում Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքներում։ Եվ ստացվում է, որ մենք փնտրում ենք 4 տեղ, իրենք 4-ով փնտրում են մի տեղ, մեր երկրում, մեր պետությունում, մեր հայրենիքում, ու մենք հայտնվում ենք մեկը ընդդեմ 4-ի կարգավիճակում։ Ոչ միայն հարևանների տարածքում Հայաստանի փնտրտուքին, այլև հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացին պետք է մեկընդմիշտ վերջ դրվի։ Հակառակ դեպքում Նիկոլ Փաշինյանի խոսքով այդ զենքի կրակոցից էլի ու էլի հայ ժողովուրդն է զոհվելու։ Ապրիլի 24-ը մեր ապրիլի 24-ն է։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը մեր ծիծեռնակաբերդի հուշահամալիրն է։ Ու մենք պետք է խոկանք ծիծեռնակաբերդում խոնարհված ու պետք է որոշենք, որ Հայաստանի Հանրապետությունը բոլոր ժամանակների կոտորածների, տեղահանությունների, ցեղասպանության զոհերի հետնորդների գերեզման չպետք է լինի, այլ հայրենիք պետություն, որտեղ մարդիկ ապրում են ազատ, բարեկեցիկ եւ անվտանգ։ Հայաստանի Հանրապետությունը պետք է շարունակի նաև հավասարակշռված եւ հավասարակշռման իր արտաքին քաղաքականությունը, ինչը կառավարության ղեկավարի համոզմամբ դարձել է առանցքային այնպիսի գործիք, որը թույլ է տալիս կայունացնել Հայաստանի արտաքին միջավայրը։ Այս ուղղությամբ առաջիկա կարևոր անելիքներից մեկը թրիփ նախագծի գետնի վրա իրագործումն է, որը բխում է կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծից։ Այն նաև 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի կարևոր գործնական արդյունքներից մեկն է։ Թրիփ նախագիծը, որն իրագործվելու է Հայաստանի Հանրապետության տարածքում եւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների հիման վրա վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը։ Հայաստանի շրջափակումը իդեպ հիմա արդեն մասամբ հաղթահարված է, որովհետև 2025 թվականի նոյեմբերից Ադրբեջանի երկաթուղին Վրաստանի տարածքով բաց է Հայաստան ներմուծումների եւ Հայաստանից արտահանումների համար, իսկ Ախալքալակ Կարս երկաթուղին, ինչպես տեղյակ եք, մայիսին բացվեց Հայաստանից արտահանումների եւ դեպի Հայաստան ներմուծումների համար։ Այժմ նաև Թուրքիայի ճանապարհներն են Վրաստանի տարածքով բացվում Հայաստանի ավտոմեքենաների համար։ Թրիփ նախագիծը սակայն ոչ միայն Հայաստան-Ադրբեջան ուղիղ երկաթուղային կապն է բացելու, ներառյալ Հայաստանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախճեվանի ինքնավար հանրապետության միջև կապը, նաև Հայաստանի հյուսիսային շրջանների երկաթուղային կապը Սյունիքի մարզի հետ Նախճեվանի տարածքով, այլև Հայաստանը ինտեգրելու է միջազգային երկաթուղային ցանցին։ Արտաքին օրակարգի համատեքստում գալով նաև հայ-ռուսական փոխհարաբերություններին, արտահանման գծով ռուսական սանկցիաներին, վարչապետը շեշտեց, որ Երևանի նպատակը Մոսկվայի հետ բարեկամական երկխոսության ու գործակցության ճանապարհով խնդրի հաղթահարումն է, ոչ թե առճակատման գնալը։ Այստեղ սակայն Փաշինյանը նաև տեսնում է ներքին հետք։ Արտահանման այն սահմանափակումները, որոնք Ռուսաստանի Դաշնությունը կիրառում է Հայաստանի նկատմամբ, քաջալերված եւ խնդրված են հայաստանյան ընդդիմության կողմից, ովքեր ռուսաստանյան որոշ շրջանակների առաջ ստանձնել են Հայաստանում իշխանափոխություն անելու հանձնարարություն եւ այդ շրջանակներին հավաստիացրել, որ սահմանափակումների գործադրումը կերաշխավորի իրենց հաղթանակը հունիսի 7-ի ընտրություններում։ Հայաստանյան այդ նույն շրջանակները, հիմա էլ ռուսաստանյան այդ նույն շրջանակներին հավաստիացնում են, որ եթե սահմանափակումները շարունակվեն եւ ավելի խստացվեն, իրենք վստահաբար փողոցային պայքարով իշխանափոխություն կանեն։ Գաղտնի պլանը, որի մասին խոսում էր պատերազմի եռագլուխ կուսակցության առաջնորդներից մեկը, հենց սա է։
Սրանից զատ պետք է նկատել, որ հայաստանյան ապրանքների արտահանման նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումները հակասում են ԵԱՏՄ կարգավորումներին։ Դա ըստ էության ճգնաժամ է ԵԱՏՄ-ի համար, որի շուրջ սկսվել են քննարկումները կառույցի ներսում, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Ինչ վերաբերում է տնտեսական այլ կախվածություններին, ապա վարչապետը նշեց, որ ոչ միայն երկաթուղու, այլև էներգետիկ ոլորտում Հայաստանը որդեգրել է անկախություն ունենալու ռազմավարությունը, ինչը առավել քան իրատեսական է։ Հաջորդիվ Փաշինյանը խոսեց նաև կրթության, գիտության, առողջապահության, բանակաշինության, ջրամբարաշինության ու ճանապարհաշինության, աշխատատեղերի բացման ու տնտեսական հետագա աճի հնարավորությունների ու հեռանկարների մասին, հիմնված իհարկե իր ղեկավարած գործադիր մարմնի արդեն իսկ 8-ամյա գործունեության ընթացքում արձանագրված ցուցանիշների վրա։ Հայաստանի Հանրապետությունը այսպիսով թևակողում է իր պատմության այն փուլը, որը անվանում ենք 4-րդ հանրապետություն, փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի 4-րդ հանրապետությունը։ Շնորհակալ։ Զիանա Դավթյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Երևանն ազատ է հապկից դուրս գալու որոշում կայացնելու հարցում, եթե Հայաստանը այլևս կազմակերպության անդամակցության կարիքը չունի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե գոհ կլինի, եթե հապկը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ Նա նշել է, որ մինչև օրս լսել են հայկական կողմի ներկայացուցիչների տարբեր մակարդակի հայտարարությունները, որոնցում ասվում է, որ անդամակցությունը սառեցված է, բայց Հայաստանը դեռևս դուրս գալ չի պլանավորում։ ԵՄ-ին անդամակցության դիմումը ներկայացնելուց հետո Հայաստանը ստիպված կլինի մի շարք ոլորտներում իր օրենսդրությունը համապատասխանեցնել ԵՄ չափանիշներին, ինչը կվնասի երկրին ԵՏՄ չափանիշների հետ հակասությունների պատճառով։ Այս մասին եւս հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նշելով, որ Եվրամիության չափանիշները չեն համապատասխանում Ռուսաստանում կամ ԵՏՄ-ում ընդունված չափանիշներին, ուստի կլինեն հակասություններ, որոնք առաջին հերթին կվնասեն հենց Հայաստանին։ Նա այս կերպ մեկնաբանել է Հայաստանի վարչապետի մտադրությունը սկսելու ԵՄ-ին անդամակցության հայտի ներկայացման գործընթացը։ Կրեմլը անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը, նշելով, թե Մեծ Բրիտանիան խոչընդոտում է Ուկրաինայում խաղաղության հաստատմանը, Կիևին Սկալպ հեռահար հրթիռների արտադրության համար անհրաժեշտ տեղեկություններ տրամադրելով։ Հեռահար Սկալպ հրթիռը կարող է խոցել թիրախներ Ռուսաստանի տարածքում մոտ 240 կիլոմետր հեռավորության վրա։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Մեծ Բրիտանիան հետևողականորեն կրակի վրա յուղելացնում եւ Ռուսաստանը թիրախավորելու եւ ոչնչացնելու է Ուկրաինայում այդ հրթիռների արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունները։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը ժամանել է Կիև։ Ինչպես գրել է BBC-ն, ակնկալվում է, որ նա նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն կհանձնի նախագծեր, որոնք կօգնեն Ուկրաինային արտադրել սեփական հեռահար հրթիռները։ Միջազգային եւ տարածաշրջանային նորությունները տեսաշարով դիտեք։ 2026 թվականի օգոստոսի 23-ին Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիում աղբավայրի հսկայական կույտը փլուզվել է հորդառատ անձրևներից հետո առաջացնելով սողանք։ Կառավարության տվյալներով զոհվել է 30 մարդ, եւս 6-ը ծանր վիրավորվել, 16-ը թեթև վնասվածքներ են ստացել։ Դեպքը տեղի է ունեցել Դար es Սալամի խոշոր աղբավայրում մոտարապես գիշերվա ժամը 2-ին։ Աղբի զանգվածը ծածկել է հարակից տներն ու բնակելի շինությունները։ Փրկարարները տեխնիկայի օգնությամբ շարունակում են տոհնողական աշխատանքները հնարավոր ողջ մնացածներին գտնելու եւ զոհերի մարմինները դուրս բերելու համար։ Հատկանշական է, որ աղբավայրի փակումը նախատեսված էր հենց այդ օրը։ Իշխանությունները նախապես նաեւ բնակիչներին տարհանման ծանոթություններ էին ուղարկել փլուզման վտանգի պատճառով։ Ուկրաինան ԱԹՍ հարվածներ է հասցրել Օզոնի Մախաչկալայում, Ադիգեյսում եւ Նևինոմսկում գտնվող պահեստներին։ 2026 թվականի օգոստոսի 24-ի գիշերը անօթաչուների հարձակումների մասին հաղորդումներ են եղել Ադիգեյսկում եւ Նևինոմսկում, որտեղ Օզոնի լոգիստիկ կենտրոնների շրջանում արձանագրվել են հրդեհներ, հարվածների հետևանքներ։ Միաժամանակ Օզոնը հայտնել է, որ Ադիգեյսկում եւ Նևինոմսկում աշխատակիցներին տարհանել են, իսկ ընկերության տվյալներով ապրանքներն ու օբյեկտները չեն վնասվել։ Մախաչկալայի
դեպքում Դաղստանի իշխանությունները հայտնել են Կումուտրո-Կալինսկի շրջանում անօդաչուի բեկորների ընկնելու հետևանքով պահեստային տարածքների հրդեհի մասին, սակայն այդ հաղորդագրությունը չի հաստատում, որ վնասված պահեստը օզոնինն է։ Ռուսական ԱԹՍ-ները հարվածել են ամերիկյան Մոնդելեզ ընկերության գործարանի Սումիի մարզում։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբգայի խոսքով երկու ռուսական անօդաչու թռչող վնասել է ամերիկյան Մոնդելեզ ընկերության գործարանի տարածքն ու վիրավորել մի քանի աշխատակցի։ Հետագա տեղեկություններով վիրավորվել են 5 աշխատակից, իսկ գործարանի արտադրական եւ վարչական շենքերը վնասվել են։ Տուժածների վնասվածքները ըստ հաղորդումների հիմնականում թեթև են եղել։ Մոնդոլեզի Տրոտայենցի գործարանում արտադրում են մասնավորապես Միլկա, Օրեո, Բարնի, Վելվիտա եւ այլ ապրանքանիշների արտադրանքներ։ 2026 թվականի օգոստոսի 23-ին Վաշինգտոնում անցկացվեց Freedom 250 Grand Prix IndyCar պատմության մեջ մայրցամաքի փողոցներում անցկացված առաջին մրցաշավը։ Այն նվիրված էր ԱՄՆ-ի անկախության 250-ամյակին։ Դոնալդ Թրամփը առաջին տիկին Մելանիա Թրամփի հետ նախ պատվավոր շրջապտույտ է կատարել նախագահական The Best լիմուզինով, ապա կանաչ դրոշով մեկնարկվել 250 մղոնանոց մրցաշավին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բանակի ֆինանսավորման պակասը գլոբալ խնդիր է անվանել, հայտարարելով, որ Եվրամիությունից ակնկալում է 30 միլիարդ եվրոյի աջակցություն։ Նա ընդգծել է, որ այս գումարի տրամադրումը կապված է խորհրդարանի, այդ թվում ընդդիմության կողմից համապատասխան օրենքների ընդունման հետ։ Զելենսկին նշել է նաև, որ պաշտպանության նախարարության բյուջեի դեֆիցիտը ներկայումս կազմում է 27 միլիարդ դոլար։ Ըստ նրա, այդ գումարից 8-ից 10 միլիարդն անհրաժեշտ է 2027 թվականի բնականոն մեկնարկի եւ զենքի ապահովման, իսկ գրեթե 20 միլիարդը զինվորականների աշխատավարձերի համար։ Ռուսաստանում վառելիքի հետ կապված բոլոր խնդիրները լուծված չեն, բայց դրանք լուծվում են, Վեսիի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի ղեկավար Պուտինը։ Իրավիճակը վարչապետ Միշուստինի վերահսկողության տակ է, ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Այո, իհարկե, մարդկանց համար որոշակի անհարմարություններ կան, բայց կառավարությունը իհարկե պետք է սա վերահսկողության տակ պահի, նշել է նա։ Կրասնոդարի մասնավոր մանկական կենտրոնի վրա ԱԹՍ բեկորներ են եկել, 2 երեխա զոհվել է, 7-ը վիրավորվել։ Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենյամին Կոնդարտիևը, բացի այդ էլ արդեն ռուսական ԱԹՍ հարվածի հետևանքով խոշոր հրդեհ է բնկվել Օդեսայի Էպիկենտրոն հիպերմարկետում։ Խորհրդարանում կառավարության ներկայացրած հարցերից հետո պատգամավորների հարցերի ընթացքում լեզվակռիվ է տեղի ունեցել նաև Ընդդիմադիր Հայաստան խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Պատգամավորները անդրադարձել են սահմանադրության հնարավոր փոփոխությանը, կառավարության ծրագրին եւ եկեղեցու նկատմամբ իշխանության վերաբերմունքին, հայտարարելով, որ ներկայացված ծրագիրը պիղծ է, իսկ սահմանադրական փոփոխությունների օրակարգը պարտադրում է Ադրբեջանը։ Գրիգորյանը նաեւ ընդգծել է, որ իշխանությունը ժողովրդից չի ստացել սահմանադրություն փոխելու համար անհրաժեշտ 2/3 մեծամասնությունը։ Ի պատասխան Գրիգորյանի այս հարցապնդման վարչապետ հայտարարել է, որ նոր սահմանադրության ընդունումը եղել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում, որի օգտին քվեարկել է ժողովուրդը։ Փաշինյան ապա քննադատել է ընդդիմության լեգիտիմությունից խոսելու համար։ Նոր սահմանադրության ընդունումը ընդգրկված է մեր նախընտրական ծրագրի մեջ եւ նաեւ որոշակի թվաբանական հաշվարկով, եթե սահմանադրական հանրաքվեում կողմ քվեարկի այնքան քաղաքացի, եթե որոշակի պայմաններում, ինչքան քվեարկել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին, այդ դեպքում նոր սահմանադրությունը կընդունվի։ Ինչ վերաբերվում է սահմանադրությանը եւ սահմանադրականությանը եւ պղծությանը, եկեք ի վերջո չմոռանանք, որ ձեր առաջնորդը, անձամբ ձեր առաջնորդը 1998 թվականին Հայաստանի նախագահի պաշտոնում կարգվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրության կոպտագույն խախտմամբ։ Դուք այդ ինչ լեգիտիմությունից եք խոսում։ Լսեք, ով լեգիտիմությունից խոսա, դուք ասեք տանձից, խնձորից, մանդարինից, տենց բաներից խոսացեք։ Դուք ո՞նց կարող ձեր լեզուն պտտվի այն քաղաքական ուժը, որի կառավարման օրոք մի հատ ընտրություն չի եղել չկեղծված, տոտալ կեղծիքների միջոցով,
բռնությունների եւ սպանությունների միջոցով Հայաստանում 2-3 անգամ իշխանությունը զավթած քաղաքական ուժը եկել աստեղ խոսում է լեգիտիմության մասին, դուք ինչ կապ ունեք ընդհանրապես լեգիտիմության մեջ։ Այն որ ձեր շարքում միլիոնատեր են նստած, դա դուք ինչ լեգիտիմության մասին եք խոսում։ Եվ այո, այսօրվա Հայաստանի Հանրապետության իշխանությունը լեգիտիմության խնդրեմ ունի այնքան ժամանակ, քանի դեռ Քոչարյանի կլանը չի ունեզրկվել բարից միջև վերջին կոպեկները դուք էլ իրանց հետ միասին։ Եվ այո, իմ մանդատն է եւ իմ պարտավորությունն է, որ Քոչարյանա-սերժական կլանը պետքա ունեզրկվի օր առաջ, րոպե առաջ։ Եվ ես Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից դա պահանջում եմ Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգից։ Եկել եք հիմա էլ Բարգավաճ Հայաստանի բանն եք լացում, դարդն եք լացում։ Մեկը լինի ձեր դարդը լացի, դուք ինչ եք եկել Բարգավաճ Հայաստանի դարդը լացում։ Հենա նախորդ հարց տվող պատգամավորը բա ինչ ունի, ինչ գործ ունի այդտեղ նստած։ Եթե Բարգավաճ Հայաստանի դարդն եք լացում, հրաժարվեք ձեր վերջին մանդատից, ասեք մենք չենք ուզում, վերջին թե 2 թե մի, չգիտեմ, քանի հատ։ Այլ թեմաների անդրադառնանք օգոստոսի 21-ից 23-ը Սևան ֆեստիվալ Սիթիում տեղի ունեցել Վարչապետ 2026 փառատոնը, որի եզրափակիչ փուլին մասնակցել են 20 երաժշտախմբեր։ Հաղթողները որոշվել են պրոֆեսիոնալ ժյուրիի եւ հանդիսատեսի քվեարկության արդյունքում։ Հաղթողները ստացել են դրամական պարգևներ, մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմել է 10 միլիոն դրամ։ Ուրախ տրամադրություն հաճելի ժամանց 2 պար։ Սևան ֆեստիվալ Սիթիի տարածքում անցկացվեց Վարչապետ 2026 երիտասարդական երաժշտական մրցույթ փառատոնը։ Մեկ հարթակում միավորելով երիտասարդ երաժիշտներին, կենդանի երաժշտության սիրահարներին եւ ոլորտի ներկայացուցիչներին։ Չնայած մրցույթային համերգ փառատոնը մեկնարկել է երեկոյան, սակայն հաճելի եռուզերը սկսվեց առավոտից։ Այցելուները շրջում էին տարածքում գործող տոնավաճառում, նաեւ ծանոթանում իրենց սիրելի երաժշտական խմբերին։ Քաղաքացիները եւ մասնավորապես երիտասարդները, որոնք անհամբերությամբ էին սպասում Վարչապետի համերգային ծրագրին, նկատեցին, որ նման միջոցառումները ոչ միայն նպաստում են երիտասարդ տաղանդների բացահայտմանը, այլ բարենպաստ միջավայր ստեղծում զբոսաշրջության համար։ Նման փառատոնների կարիքը Հայաստանը շատ ունի, ընդգծում էին քաղաքացիները։ Սա հրաշալի նախագիծ է, որը կազմակերպվել է Վարչապետի կողմից եւ նաեւ կառավարության, նաեւ ԿԳՄՍ-ի կողմից, քանի որ երիտասարդների ներգրավություն նման հետաքրքիր ժամանցի միջոցառումներին ել ավելի պետք է շատացվեն ու ավելի հաճախականությունը պետք է մեծացվի, կտրվել առօրյայից փորձել ժամանակը ինչ-որ հետաքրքիր ձևով անցկացնել, հրաշալի գաղափար է։ Կարծում եմ ավելի մեծ հնարավորություն է տրվում երիտասարդներին ավելի մոտիկից ծանոթանալ մեր կազմակերպած ցանկացած գործունեությանը, ավելի այսքան ժողովրդին ավելի մոտիվացնել, ավելի ուրախ առիթներ ստեղծել, որպեսզի ժողովուրդը զգա, որ մեր երկիրը օրորի ավելի է ծաղկում, մենք խինդուց ծաղով լի ենք։ Ամեն տարի որ սենց բաներ լինեն, ու համախմբում այն թվում է երիտասարդներին, հետո գոնե մի պահ կտրվում են իրանց առօրյայից, կոնկրետ մեկը ես։ Նման միջոցառումները շատ մեծ նշանակություն ունեն երիտասարդների համար, որովհետև կարծես թե հնարավորություն է սենց համախմբվելու, որոշակի կարծիքներ, տպավորություններ փոխանակելու ու միանշանակ եթե հաշվի առնենք, որ մինչև սեպտեմբերն է, կարելի է սենց ասել նախակրթական որոշակի լիցքաթափվելու տեղ է։ Վարդենիսի Կոմիտաս Կարապետյանի անվան գեղարվեստի դպրոցի տնօրեն Մերի Հակոբյանն ուրախությամբ փաստում է, որ Վարչապետը կարող է լինել այն հարթակը, որը հնարավորություն կտա դպրոցի տաղանդավոր սաներին իրենց աշխատանքի արդյունքը հասանելի դարձնել հանրությանը։ Այսպիսի միջոցառումները երբեմն ավելի հետաքրքիր ու ավելի հարմար են անցկացնում, երեխաների աշխատանքներն ավելի ճանաչված են դառնում։ Գեղարվեստի նույն դպրոցի սաներից Զորա Թովմասյանն էլ կարծում է, որ առասարակ յուրաքանչյուր ֆեստիվալ, որը տեղի է ունենում մայրաքաղաքից դուրս, հնարավորությունների մեծ դուռ է բացում մարզերի երիտասարդների համար։ Նման միջոցառումները, նման փառատոները կարևոր են եւ ոգեշնչող երիտասարդներին, քանզի նրանք ներկայացնում են իրենց աշխատանքը արդեն լայն հասարակության
երաժշտությանը։ Վարչաֆեստ 2026-ի նպատակն է բացահայտել, խրախուսել եւ աջակցել Հայաստանի երիտասարդ խմբերին, նպաստել կենդանի երաժշտության զարգացմանը, ստեղծել ստեղծագործական գործակցության եւ մասնագիտական աճի նոր հնարավորություններ։ Վարչաֆեստ 2026-ի եզրափակիչ փուլ անցած երաժշտախմբերի մասնակիցները նշում են, որ մեծ ծիրով ու պատասխանատվությամբ են մոտեցել եզրափակիչ միջոցառմանը։ Հավելում, թե չնայած ցանկությունը մեծ է զբաղեցնելու պատվավոր հորիզոնականներ դառնալու հաղթող, սակայն ուղղակի մասնակցությունն արդեն հիանալի հնարավորություն է ցածկահարթակ հետագա գործունեության համար։ Հիմնական ոճը ֆոլք ռոք ժանրում ենք մենք նվագում եւ հիմնականում նվագում ենք հենց մեր մարզից, Գեղարքունիքի մարզից հավաքագրված երգեր, որոնք որ գրեթե ոչ ոք չի լսել։ Եկանք հասանք այն մտքին, որ այո, ուզում ենք մասնակցել, որտեղ հասկացանք, որ բոլորի ցանկությունը շատ է։ Ու ինչու ոչ, նաև մրցանակային ֆոնդը, որովհետև հասկացանք, որ մենք ուզում ենք ունենալ տեխնիկա, ձայնագրման ու այդ մեզ ոգեշնչեց նաև, որ առաջ գնալու համար ինչ-որ կետ է, էլի։ Արդեն ունենք 6 ամսվա փորձ, 6 ամսվա պատմություն։ Կոնկրետ ոճեր չունենք, ունենք մշակումներ, որոնք տարբեր ոճերում, տարբեր հոգեվիճակներում, տարբեր ձևով ներկայացնում են երաժշտությունը։ Վարչաֆեստ 2026-ի մրցութային փուլին նախորդել են կենդանի լսումներ Հայաստանի տարբեր մարզերում, որոնց մասնակցել են երիտասարդ երաժիշտներից կազմված 100 խմբեր։ Մրցութային բոլոր փուլերում մասնակիցների կատարումները գնահատել է ոլորտի ճանաչված մասնագետներից կազմված ժյուրին։ Լսումների արդյունքներով նախընտրվել են 50 լավագույն խմբերը, ապա եզրափակիչ փուլ են անցել դրանցից 20-ը։ Վարչաֆեստ 2026-ի ժյուրիի անդամ երաժիշտ Վահագն Հայրապետյանի խոսքով նման միջոցառումների շնորհիվ է, որ բացահայտվում է մեր երիտասարդների ներուժն ու տաղանդը, այն մշակութային առումով նոր շունչ կարող է հաղորդել ոլորտին։ Հետաքրքիր խմբեր կային, շատ հետաքրքիր խմբեր ու նաև կար շատ հետաքրքիր երաժշտություն, նոր մեկնաբանություններ, կային խմբեր, որոնք ցավոք սրտի չանցան, լավ խմբեր էին, բայց չանցան, որովհետև որոշ խմբերի մոտ տարիքային անհամատեղություն կար։ Փառատոնի մրցանակային ֆոնդը կազմում էր 10 միլիոն դրամ նախատեսված գլխավոր առաջին, երկրորդ եւ երրորդ մրցանակակիրների համար, համապատասխանաբար 4, 3, 2 եւ 1 միլիոնական դրամ։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը փաստեց, որ մրցութային փուլին ժյուրին լսել է ավելի քան 1000 կատարողի։ Պաշտոնյան հավաստիացրեց, որ այն խմբերը, որոնք արդեն իսկ անցել են եզրափակիչ փուլ, գտնվում են պետության ուշադրության ներքո։ Վարչաֆեստ 2026-ի մրցութային բոլոր 20 խմբերի կատարումները լսելուց հետո պրոֆեսիոնալ ժյուրին եւ հանդիսատեսը իրենց քվեարկությամբ որոշել են գլխավոր հաղթողին եւ մրցանակակիրներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ մտադրություն ունեն փառատոնը վերածել ամենամյա հրաշալի միջոցառման որոշակի փոփոխություններով։ Նա շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին, ժյուրիի անդամներին։ Քվեարկության ավարտից հետո պարզ են դարձել գլխավոր մրցանակակիրն ու մյուս հաղթողները։ Ֆոլկաստիկ խումբը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, Նուշ բենդը երկրորդ, Դոֆամին բենդը առաջին, իսկ ահա գլխավոր մրցանակին արժանացավ Red Line խումբը։ Միջոցառման ավարտին տեղի ունեցավ շքեղ հրավառություն, որն էլ ազդարարեց Վարչաֆեստ 2026-ի ավարտը։ Վարչապետի Տիկին Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության թեմայով հրապարակվող տեսաշարի շրջանակում ներկայացրել է հերթական տեսաուղերձը, այս անգամ անդրադառնալով երեխային որպես ընտանեկան բռնությունից տուժած անձ թեմային։ Ներկայացվում է, որ բռնության միջավայրում մեծացող երեխայի մոտ կարող են ի հայտ գալ հոգեբանական, հուզական եւ վարքային լուրջ հետևանքներ։ Մշտական ստրեսը ու անվտանգության զգացման կորուստը կարող են ազդել երեխայի զարգացման, ուսումնառության, սոցիալականացման, միջանձնային հարաբերությունների եւ հոգեկան առողջության վրա։ Տեսանյութի հիմնական ուղերձն է ընտանեկան բռնությունը վնասում է ոչ միայն անմիջականորեն բռնության ենթարկված անձին, այլև երեխաներին, որոնք ապրում են այդ միջավայրում։ Հանուն մեր երեխաների պարտավոր ենք բռնությունը ճանաչել, անվանել այն իր անունով եւ այլևս չհանդուրժել մեր ընտանիքներում, ընդգծել է Աննա Հակոբյանը։ Բարև ձեզ սիրելի կանայք։ Այսօրվա թեման է երեխան որպես ընտանեկան բռնությունից տուժած անձ։ Նյութը մշակել է Անի Գոջոյանը։ Բռնության ենթարկված անձ է համարվում 0-ից 18 տարեկան այն երեխան, որը ականատես է եղել ընտանիքում տեղի ունեցած բռնությանը, նույնիսկ եթե բռնությունն անմիջականորեն նրա նկատմամբ չի կիրառվել։ Բռնության ականատես հասկացությունը չի սահմանափակվում միայն բռնության պահին երեխայի ֆիզիկական ներկայությամբ։
Երեխան կարող է համարվել բռնության ականատես նաև այն դեպքում, երբ նա տեսել է բռնության հետևանքները, լսել է բռնության դրվագները կամ դրանց ձայները, զգացել է ընտանիքում առկա վախի, լարվածության և վերահսկողության մթնոլորտը։ Միջազգային հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխան, որը մշտապես ապրում է բռնության միջավայրում, կրում է նույնքան լուրջ հոգեբանական, հուզական և վարքային տրավմատիկ ազդեցություն և հետևանքներ, որքան բռնության անմիջական զոհ դարձած երեխան։ Վաղ մանկությունը երեխայի զարգացման ամենազգայուն և արագ փոփոխվող շրջանն է։ Այս տարիքում ձևավորվում են ուղեղի կառուցվածքային և ֆունկցիոնալ կապերը, զարգանում են լեզվահաղորդակցական հմտությունները, մտածողությունը, ուշադրությունը, հիշողությունը, հույզերի կարգավորումը, սոցիալական հմտությունները, ինքնագիտակցությունը, ինքնակարգավորումը, աշխարհի նկատմամբ վստահությունը և ուրիշների հետ անվտանգ հարաբերություններ կառուցելու կարողությունը։ Երեխայի բնականոն զարգացման համար անհրաժեշտ են անվտանգ, կանխատեսելի, կայուն և աջակցող միջավայր, մեծահասակների հետ վստահելի հարաբերություններ և դրական հուզական փորձառություններ։ Ընտանեկան բռնությունը խաթարում է հենց այս պայմանները։ Բռնության կամ մշտական վախի պայմաններում ապրող երեխան կորցնում է անվտանգության զգացումը, իսկ նրա օրգանիզմը երկար ժամանակ գտնվում է բարձր սթրեսային վիճակում։ Բռնության միջավայրում մեծացող երեխայի համար աշխարհը դադարում է ապահով և անվտանգ տեղ լինել այլևս։ Երեխան կարող է դառնալ չափազանց զգուշավոր և երկչոտ, կամ հակառակը դրսևորել ագրեսիվ վարք, ունենալ զարգացման հետընթացի նշաններ, դժվարություններ կրթական գործընթացում, հաղորդակցության խոչընդոտներ կամ այլ հուզական և վարքային փոփոխություններ։ Այս ազդեցությունները կարող են պահպանվել երկար տարիներ և ազդել երեխայի հետագա ուսումնառության, սոցիալականացման, միջանձնային հարաբերությունների և հոգեկան առողջության վրա։ Ինչ պետք է անենք։ Պետք է նախ բռնությունը մեր ընտանիքներում ճանաչենք որպես արատ, ապա ոչնչացնենք։ Շնորհակալություն։ Թողարկման վերջում ձեզ ենք ներկայացնում օգոստոսի 16-ից 24-ը ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված ծառայությունների արդյունքները։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը դիտեք տեսաշարով, ցտեսություն։ Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ են ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձ։ Հանրային անվտանգությանը սպառնացող ցանկացած դրսևորում շարունակում է արժանանալ ներքին գործերի նախարարության ոստիկանության հասցեական արձագանքին։ Այդ նպատակով ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները հանրապետության ողջ տարածքում շարունակում են հատուկ միջոցառումները։ Ոստիկանները շրջայցեր են իրականացրել տարբեր բնակավայրերի 1 տասնյակից ավելի հավաքատեղիներում։ Ստուգողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ են ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձ։ Շենգավիթի համայնքային ոստիկանները համարանիշների գողությունը բացահայտեցին ժամերի ընթացքում։ Օգոստոսի 20-ի առավոտյան համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնեց, որ գիշերը հանել տարել են Արարատյան փողոցում կայանված իր 5 ավտոմեքենաների զույգ համարանիշները։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվեց, որ գողությունը կատարել են օտարերկրացի 3 տղամարդիկ, որոնք Հայաստանում չունեն մշտական բնակության վայր։ Հետագա միջոցառումների արդյունքում նույն օրը ժամը 14-ի սահմաններում 3-ն էլ ձերբակալվեցին ու տեղափոխվեցին բաժին։ Գողոնը հայտնաբերվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։ Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին, նա կալանավորվել է։ Օգոստոսի սկզբներին կողոպուտի վերաբերյալ ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց մի քանի ահազանգ։ Մայրաքաղաքի Բագրատունյանց պողոտայում և Եղիշե Թադևոսյան փողոցում տարեց 3 կանանց պարանոցներից պոկել տարել էին ոսկյա շղթան։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկությունն իրացրին համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի գործընկերների հետ։ Ստացվեց հավաստի տեղեկություն, որ բացահայտ հափշտակությունները կատարել է Վայոց ձորի մարզի Մալի
Լիշկա գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդ։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ դա նույն անձն է, որին նախկինում կատարած նման հանցագործությունների համար քրեական ոստիկաններն արդեն իսկ կասկածում եւ ճշտում էին նրա փաստացի բնակության վայրը։ Օգոստոսի 13-ի առավոտյան ժամը 9:40-ին մայրաքաղաքի Նարդոսի փողոցում, որտեղ ժամանակավոր բնակություն էր հաստատել տղամարդը, հիշյալ կողոպուտները կատարելու հիմնավոր կասկածով նա ձերբակալվեց եւ տեղափոխվեց քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Տղամարդը խոստովանեց ոչ միայն օգոստոսին, այլև նախկինում կատարած եւս 4 կողոպուտ, որոնք բոլորն էլ տեղի էին ունեցել մայրաքաղաքի Բագրատունյանց պողոտայում եւ տուժողները դարձյալ տարեց կանայք էին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։ 39-ամյա տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, նախաքննությունը շարունակվում է։ Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են գողությունը կատարած անձին, $50,000 գնահատված գողոնը հայտնաբերվել է։ Օգոստոսի 14-ին ժամը 11:45-ին ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ ստացվեց գողության վերաբերյալ։ Մայրաքաղաքի վերնիսաժ բացօթյա տոնավաճառի պահեստից տարել էինք զարդեղենով ճամպրուկ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները շտաբ մեկնեցին դեպքի վայր։ Պարզվեց, որ ժամը 9:35-ից 45 ընկած ժամանակահատվածում պահեստից գողացել էին $50,000 արժողության արծաթե զարդեր։ Եվ Նորք մարաշվարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները պարզեցին, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի ներքին Ջարբախի 43-ամյա բնակիչը, որն էլ ահազանգից ժամեր անց ժամը 17:10-ին հայտնաբերվեց իր տան մոտ, ձերբակալվեց եւ գողացված ճամպրուկով հանդերձ տեղափոխվեց վարչություն։ Նախաքննությունը շարունակվում է։ Բազումի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկության դեպք են բացահայտել, առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք։ Համայնքային ոստիկանության բազումի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի 19-ամյա բնակիչը Վանաձորի Աղայան փողոցի շենքերից մեկի մոտ գտնվող ավտոտնակներից վերցնում է կեղծողիներ, իր մեքենայով դրանք տեղափոխում եւ իրացնում։ Հետագա միջոցառումների արդյունքում հուլիսի 30-ից 3-ը համայնքային ոստիկանները Աղայան փողոցում ձերբակալեցին երիտասարդին։ Նրա վարած մեքենան կնիկվեց պահպանվող հատուկ տարածքում, իսկ երիտասարդը ներկայացվեց Լոռու մարզային քննչական վարչություն։ Զուգահեռ ոստիկանները հսկողություն սահմանեցին այն ավտոտնակների մոտ, որտեղից ըստ տեղեկության երիտասարդը վերցրել էր կեղծողիները։ Նախաձեռնվեց քրեական վարույթ եւ հաջորդ 2 օրերին զննություններ կատարվեցին ավտոտնակներում։ Հայտնաբերվեցին շշալցված ծառատեսակ 3130 օղի, օղու դատարկ շշեր, բազմաթիվ պիտակներ ու կափարիչներ, օղու նմանվող հեղուկով ապակե մեծ տարաներ եւ այլ պարագաներ։ Նախաքննությունը շարունակվում է։ Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են 18-ամյա աղջկա առևանգման դեպքը։ Մեկ անձ ձերբակալվել է։ Օգոստոսի 16-ին ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Արտաշատ քաղաքի Վերին Դվին գյուղի բնակչուհին հայտնել էր, որ առևանգել են դստերը։ Արարատի մարզի քրեական ոստիկանները ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարած անձանց ինքնությունը։ Պարզվել է, որ օգոստոսի 16-ին առավոտյան ժամը 10-ի սահմաններում Վերին Դվին գյուղի բնակիչ 4 երիտասարդ Աբուլ Ֆարաջի փողոցում գետնին են գցել 39-ամյա կնոջը եւ առևանգել 18 աղջկան։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկված հետագա միջոցառումների եւ բացատրական աշխատանքի արդյունքում 30-ամյա երիտասարդը ներկայացել է նախաքննական մարմին, ձերբակալվել եւ տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է։